Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը, նախորդին նիստ ընդհատվել էր մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկման փուլում։ Բաբկեն Թունյանը շեշտում է 2018 թվականի հեղափոխությունից հասարակության գլխավոր ակնկալիքներից մեկը հենց մրցակցային իրավիճակի բարելավումն էր։ Հեղափոխության արդյունքում այդ խնդիրների մեծ մասը ավտոմատ լուծվեցին, որովհետև շատ տեղեր խնդիրները պայմանավորված էին որոշ մեխանիզմներով հարատավոր, որոնք վերացան, բայց ամեն դեպքում այդ խնդիրները դրանց մի մասը դեռ պահպանվում են եւ չնայած մենք այսօր ունենք շատ ավելի լավ մրցակցային իրավիճակ, քան մի քանի տարի առաջ, բայց նաեւ մյուս կողմից մեր մոտ ակնկալիքները ու նշաձողերն են բարձրացել եւ պետքա այդ առումով շատ ավելի մեծ աշխատանք կատարել։ Սերգեյ Բագրատյանը կոնյակագործների այսօրվա իրավիճակը հենց անհավասար մրցակցության արդյունք է համարում։ Հիմա մենք այս պահի դրությամբ, երբ որ մենք նիստ ենք գումարում, սահմանին մեր բազմաթիվ տնտեսվարողները, մեր գինեգործները, կոնյակագործները խնդիրներ ունեն անսից ավել մեր մեքենաները կանգնած են Վրաստանի սահմանին եւ չեն կարողանում բեռը հասցնել Ռուսաստանի դաշտություն։ Չեն կարողանում հասցնել մի պարզ պատճառով մրցակցության խաթարման հետևանքով։ Այսինքն ձևավորվել են որոշակի կլաններ, որոնք աշխատանքը կազմակերպում են այնպես, որտեղ իրենք շահ ունեն, եւ այն կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունից կարողանում են պայմանավորվել այդ մաֆիոզ խմբավորումների հետ, նրանք կարողանում են իրենց ապրանքը տեղ հասցնել, իսկ բարեխիղճ մրցակցողները, բարեխիղճ գինեգործները, կոնյակագործները մնում են սահմանին կանգնած ամսից ավել։ Գեղամ Գևորգյանն արձագանքում է, խնդիրը լուրջ է, բայց լուծումներ գտնելն անհնար չէ։ Պարոն Բագրատյան, նորից հավաստիացնում եմ մեր պատրաստակամությունը, ես գործընկերոջս պարոն Պապոյանից այսօր եւս կխոսեմ, որ մենք որևէ ձևաչափով ներգրավելու պարագայում պատրաստակամ ենք օգնել մեր կառավարության գործընկերներին եւ ազգային ժողովի գործընկերներին այս խնդիրը, այս թնջուկը լուծելու համար։ Ես հասկանում եմ ձեր հարցի շերտերը, դրանք բավականին բարդ են, ձևավորվել են տարիների ընթացքում եւ դրանք ինչ-որ մի պահ պետքա որոշակի լուծում ստանան եւ լավ կլինի, որ այդ լուծումը լինի ինստիտուցիոնալ։ Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտը կարգավորված չէ։ Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկում են կառավարության հեղինակած կրիպտոակտիվների մասին մայր օրենքի նախագիծը կից օրենսդրական փաթեթով։ Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին կրիպտոակտիվների ոլորտը կարգավորված չէ։ Այս օրենքը հիմնարար օրենք է, որը որ փաստացի հստակություն է մտցնելու ներդրողների համար, ինչպես նաև սպառողների համար կրիպտոակտիվների ոլորտում։ Մենք գիտենք, որ կրիպտոակտիվների ոլորտը շատ մեծ նորարարությունների տեղ ունի, միաժամանակ գիտենք, որ կան նաև շատ ասոցիացված ռիսկեր եւ մեր բոլորի նպատակն այն է, որպեսզի այդ հնարավորությունները եւ ռիսկերը կարողանանք հավասարակշռենք, որպեսզի օգտվենք հնարավորություններից առանց մեր սպառողներին եւ ներդրողներին էական ռիսկերի ենթարկելու։ Ոլորտում կստեղծվի իրավական դաշտ, ասում է զեկուցողը, նախագիծը մշակվել է հաշվի առնելով միջազգային փորձը։ Այս նախագիծը եվրոպական 27 երկրների կողմից ընդունված նախագծին շատ նման է, նաեւ պայմանավորված այդ նմանությունն նրանով, որ Հայաստանի Հանրապետությունում առիթների մասին օրենսդրությունը եւս շատ նման է Եվրամիության օրենսդրությանը, ինչը նշանակում է, որ համադրելիության տեսանկյունից շատ ավելի հասկանալի օրենսդրական դաշտ է ստեղծում։ Կրիպտոակտիվների մասին օրենքի նախագծով սահմանվում են կրիպտոակտիվներով մատուցվող այն 10 ծառայությունների տեսակները, որոնք լիցենզավորում են պահանջում։ Առաջինից երկրորդ ընթերցում նախագծում որոշ փոփոխություններ են կատարվել։ Առաջի ընթերցմամբ նախագծում բանկերը առանց նոր լիցենզիա ստանալով կարողանալու են կրիպտոակտիվներով ծառայություն մատուցել լրացուցիչ թույլտվությամբ։ Այսինքն պետք չէ որևէ նոր ընկերություն բացել, այլ կարողանալու են իրենք ընդհանրապես գային լրացուցիչ թույլտվություն ստանային կենտրոնական բանկից եւ ծառայություններ մատուցային։ Առաջից երկրորդ ընթերցում մենք փոփոխություն ենք արել եւ բանկերը փաստացի չեն կարողանալու ուղիղ իրենց լիցենզիաներով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցել, եթե հոլդինգային խումբը կուզենա կրիպտոակտիվներով ծառայություն մատուցի, պետք է գա նոր ընկերություն բացի, նոր լիցենզիա ստանա եւ նոր կարողանա կրիպտոակտիվներով ծառայություն մատուցի։ Արման Եղոյանը շահերի բախման տեսանկյունից արմատական սխալ է համարում, որ օրենքը մշակվել է կենտրոնական բանկի կողմից։ Ինչու՞, որովհետեւ կրիպտո արժույթը սովորական արժույթի մրցակիցն է։ Դուք ռիսկեր եք տեսնում կրիպտո արժույթի մեջ եւ բնական է, որ պիտի տեսնեք, որովհետեւ իրանք ձեր այսինքն իրանք սովորական արժույթի մրցակիցներն են, նոր խոսք է արժույթների համակարգում եւ կարծում եմ, որ մենք
եթե նույնիսկ կարգավորում ենք այդ դաշտը, ապա պետք է դրանով զբաղվի ոչ թե մրցակից համակարգը, այն է բանկային համակարգը, այլ մեկ այլ ինստիտուտ։ Ոլորտի ներկայացուցիչներից բազմաթիվ անհամաձայնություններ ու բողոքներ են ստացել պատգամավորները։ Արսեն Թորոսյանի համոզմամբ ցանկացած մայր օրենք հաստատելիս հարկավոր է լինել ներառական։ Արդյոք այս օրենքը շատ մանրամասն քննարկվել է ընկերությունների հետ, որոնք զբաղվում են այս նորարարական գործունեությամբ, եւ ինչպես է պլանը հետագայում տեղի ունեցող process-ների արդյունքում, այսինքն օրենքի ընդունումից հետո իրավակիրառ պրակտիկայում դա տեսնելուց հետո այն փոփոխությունների ենթարկելու պլանը մոտավորապես։ Կենտրոնական բանկից շահերի բախում չկա։ Որն է տրամադրությունը, որ պետք է կենտրոնական բանկը կարգավորի եւ վերահսկի, որովհետեւ մենք ոչ թե կարգավորում եւ վերահսկում ենք տեխնոլոգիա, այլ ֆինանսական ծառայություն։ Ֆինանսական ծառայությունները Հայաստանի Հանրապետությունում բոլոր տեսակի անկախ տեխնոլոգիայից վերահսկում են կենտրոնական բանկի կողմից։ Վերջի 1.5 տարվա ընթացքում ես ձեզ հավաստիացնում եմ բոլոր ցանկացողների հետ բոլոր ֆորմատներով քննարկել ենք։ Իսկ վերջում ազգային ժողովը քվեարկություններով ընդունեց հերթական նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։